Պատերազմում ամուսնուն կորցրած արցախցի կինն իր 3 երեխաների հետ ամեն ամիս ստիպված նոր վարձով բնակարան է տեղափոխվում, որը գուցե ավելի վատ պայմաններով կլինի, բայց գոնե էժան, որովհետև Հայաստանում կյանքն ամեն օր թանկանում է։ Սա մեկ կնոջ պատմություն չէ, սա 2020-ի պատերազմից հետո ցեղասպանության բովով անցած արցախցիներին բաժին հասած դաժան ճակատագիր է, ու այդ մղձավանջը հայրենիք, տուն-տեղ կորցրած արցախահայության համար շարունակվում է։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մղձավանջը շարունակվում է մայր հայրենիքում։ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինչպես տեսնում ենք, Արցախի հարցը Փաշինյանը լուծեց ոչ թե հայ ժողովրդի, այլ միմիայն ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակով։ Փաշինյանական կառավարությունը գնաց պայմանավորված պատերազմի, հետո հանձնեց Արցախը, արցախահայությանը թշնամին բռնի ուժով տեղահանեց, հիմա էլ երբ կա Արցախցուն Հայաստանի Հանրապետությունում տեր կանգնելու անհրաժեշտություն, ձեռքերը ծալել նստել է։ Տուն ու տեղ կորցրած արցախցին այսօր Հայաստանում մի կերպ է կարողանում տան վարձի գումար աշխատել, հետն էլ ամեն օր հացը հայթայթել։ Բոլորի համար պայմանները սուղ են, իսկ իշխանությունը իր հավեսով գործուղումների ու նոր գնումների մեջ է։ Ինչ արցախցի, ինչ Արցախի հարց։ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումները, որ նայեք, կկարծեք, թե արցախցիներին ահռելի աջակցություն է տրվում, բայց իրականում դա միայն հանրայինի գունավոր էկրանն է։ Էկրանից այն կողմ իրականությունը լրիվ այլ է։ Արցախցուն մի 50,000 են տվել, այն էլ ծրագիրը դադարեցվել է ու հիմա դրանից էլ են զրկվել։ Չնայած այդ 50,000-ով ոչ հնարավոր էր տան վարձ տալ, ոչ էլ ապրուստը հոգալ, բայց գոնե մի հարց լուծվում էր։ Հաջորդիվ, ինչի մասին իշխանությունը իրեն մեջտեղից պատռում է, բնակարանային պետական աջակցության ծրագիրն է։ Զուտ որոշել են բնակարանային ծրագիր հորինել են, առանց ուսումնասիրելու, առանց հաշվի առնելու տան գներն ու մյուս հանգամանքները։ Բնակարան ձեռք բերելու համար պետությունն առաջարկում է 2-ից 3 միլիոն դրամ մեկ հոգու համար։ Պատկերացրեք, 2 կամ 3 հոգանոց ընտանիքը ինչպես պետք է կարողանա 6, առավելագույնը 15 միլիոնով բնակարան ձեռք բերել։ Այդ գնով հազիվ սահմանամերձ գյուղերում մարդիկ կկարողանան տուն գնել։ Մեկը չկա այդ գումարը տա Փաշինյանի ձեռքը ու ասի գնա մի սահմանամերձ գյուղում ընտանիքիդ հետ ապրիր։ Բայց սա միակ աբսուրդը չէ այս ծրագրում։ Մյուս կետով էլ բնակարանային ապահովման ծրագրից կկարողանան օգտվել միայն այն արցախցիները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն կընդունեն եւ կհրաժարվեն արցախյան անձնագրերից։ Այսինքն, բնակարանային ծրագիրը կա, բայց ըստ էության միայն համակարգչի ֆայլերի մեջ։ Ու հիմա որևէ աջակցություն չտալով մեր հայրենակիցներին նպաստում են արտագաղթի նոր ալիքին։ Ու երևի բնական է, ինչպես կարող է ամբողջ կյանքում տուն ու տեղ ունեցած քաղաքացին այսօր իր մայր հայրենիքում, Հայաստանում անտուն մնալ, ամեն ինչից զրկված։ Անհամեմատելի է արցախցիների ունեցածը, որ թողեցին Արցախում ադրբեջանցիներին եւ այսօրվա ունեցածը, ավելի ճիշտ չունեցածը։ Մարդիկ սեփական մեծ տներ են թողել Արցախում, բայց հիմա մի սենյականոց բնակարան էլ չեն կարողանում ձեռք բերել, որ գոնե հայրենիքում մնալու տեղ ունենան։ Այսօր պետական մակարդակով ոչինչ չի արվում, որ արցախցին իրեն հարազատ զգա սեփական հայրենիքում։ Ընդհակառակը, ամեն օր ատելության խոսքի մի նոր չափաբաժին ենք ստանում Նիկոլենց կողմից։ Հիմա ստացվում է, որ Արցախը հանձնեցին առանց որևէ երաշխիքի։ Ժողովրդին բերեցին Հայաստան առանց լուծում առաջարկելու, բայց աչքերը փակ, բերանները բաց, շարունակում են մանիպուլացնել մարդկանց։ Ում դիմեն, ոնց ապրեն հայրենիքում, տուն-տեղ կորցրած մեր հայրենակիցները։ Այդ հարցերի պատասխանն այս իշխանության օրակարգում չկա։